Շարունակում է կենտրոնի առավոտը սելի հեռուստադիտողներ, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսի 1-ի աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ ժամը 12:00-ին կազմակերպել է ավանդական երթ, որի նպատակն է ևս մեկ անգամ բարձրաձայնել աշխատանքային պայմանների բարելավման առնչվող հարցերն ու խնդիրները։ Այն այս տարի կրում է արժանապատիվ աշխատանք խորագիրը։ Մեր հյուրը արդեն տաղավարում է Անուշիկը կներկայացնի։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանն է մեր հյուրը, ողջույն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ, շնորհավորում ենք։ Ես էլ եմ շնորհավորում։ Կապակցությամբ ոնց անենք, որ նվազագույն աշխատավարձը բարձրանա, որովհետև մենք ապրում ենք շատ թանկ երկրում, շատ կարճ ասեմ այսպես։ Լիովին համամիտ եմ եւ այսօր երբ որ մենք իրար շնորհավորում ենք, ես կուզեի մի փոքրիկ էքսկուրս անել, ինչու ենք մենք իրար շնորհավորում եւ ինչպես անել, անդրադառնալով ձեր հարցին կարճ։ Այսօրը իրապես տոն է, որովհետեւ եւ ձեռքբերում, քանի որ մենք եթե գնանք 1800-ականներ, կտեսնենք, որ մարդիկ այն նվազագույն երաշխիքներին, որոնք մենք ունենք այսօր, հասել են իրենց բառացի կյանքը տալով, պայքարելով եւ հասնելով այն երաշխիքներին, որոնք մենք ունենք այսօր, հա, դա 1800-ականների վերջից է սկսվել այդ պայքարը եւ ընդամենը 8 ժամյա աշխատանքային օր պահանջելու համար, այսինքն որևէ մի ձևակերպում, որպեսզի չլինի անվերջ եւ ուժասպառ չլինեն աշխատավայրում, Ամերիկա եւ Ավստրալիայի աշխատողները պայքարել են եւ մահապատժի են ենթարկվել դրա համար։ Այս առումով տարիների ընթացքում իհարկե մենք այսօր ունենք շատ աշխատանքային երաշխիքներ եւ սոցիալական երաշխիքներ, որոնք ինստիտուցիոնալ առումով ամրագրված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ իհարկե մայիսի 1-ը կարելի է համարել այս առումով տոն եւ ձեռքբերում։ Բայց այսօր մենք ունենք մի շարք օրենսդրական կարգավորումներ, որոնք չեն կատարվում, չեն պահպանվում գործատուների կողմից, աշխատողների իրավունքների մասով եւ օրինակ 8 ժամը։ Օրինակ 8 ժամը։ Այո, 8 ժամը մարդով, որ աշխատում է 8 ժամ։ Երևի թե հիմնականում հնարավոր է պետական համակարգում որոշ կատեգորիայի աշխատողներ, սակայն էլի կարելի է մի փոքր վերապահումով։ Միանշանակ մեզ մոտ շատ իրավունքներ են խախտվում, սկսած խտրականությունների դրսևորումներից աշխատավայրում, վերջացրած 8 ժամը չպահպանելը, վերջացրած տոնական աշխատանքային օրերին աշխատելու համար կրկնակի չվճարելը եւ սա լրագրության ոլորտում էլ է շատ տարածված, որովհետեւ չեն բոլորը հիմնականում աշխատում են տոնական եւ ոչ աշխատանքային օրերին։ Այս առումով իհարկե մենք շատ բացեր ունենք ու խնդիրներ։ Աշխատավարձը ցածր է եւ այսօր ոչ ինչից է դա, ինչու է այդպես, հա, Հայաստանի Հանրապետությունը աշխատանքային օրենսգրքով նախատեսված է, որ պետք է աշխատավարձները ինդեքսավորվեն եւ մենք պետք է ունենանք աշխատավարձի ինդեքսավորման մասին օրենք, որը ի դեպ նաեւ հետխորհրդային շատ երկրներում, նաեւ Ռուսաստանի Դաշնությունում, այլ երկրներում արդեն իսկ կա եւ ինչ է սա նշանակում, հա, որ ամեն տարի գործատուները եւ պետությունը պարտավորվում են գնաճին համապատասխան, այսինքն օրինակ, եթե 9% գնաճ է արձանագրվել, նվազագույնը 9%-ով պետք է բարձրանա աշխատավարձերը բոլորի։ Եվ սա պարտավորություն է, որը պետք է ամրագրվի հատուկ օրենսդրությամբ, եւ մենք դա պահանջում ենք տարիներ շարունակ, եւ այսօր մեր պահանջների մեջ, նաեւ մեր հայտարարության մեջ, նաեւ այդ կետն է ներառված, որովհետեւ այդ ձեր հարցի պատասխանը հենց այս համակարգի ներդրումն է եւ նման օրենք ունենալն է։ Իրականում մինչև մենք այսպիսի ինստիտուցիոնալ հենք չունենանք եւ պարտավորությունները չստանձնեն եւ թե պետության եւ թե գործատուների կողմից, բնականաբար մեր աշխատավարձերի հաշվարկը եւ այն ինչը իրականությունն է, չի համապատասխանելու եւ մենք անընդհատ ունենալու ենք այս բացը եւ կյանքի որակը ընկնելու է, քանի որ հասկանալի պատճառներով։ Այս տարիների ընթացքում մայիսի 1-ին, որ երթեր եք անում կամ նշում եք կամ ակցիաներ եք անում, ինչ խնդիր եք լուծել ինձ հետաքրքիր է։ Տեսեք, իրականում վերջին 5 առնվազն կամ 6 տարիներին սա առաջի երթն է, որը մենք անում ենք եւ անում ենք նոր, այսպես Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նորընտիր կազմով, հա, ղեկավար, որը իրականում նպատակ ունի
ոչ միայն բարձրաձայնել, որտեղ դա մեր աշխատանքն է ամենօրյա ռեժիմով բարձրաձայնել եւ պաշտպանել աշխատողների իրավունքները եւ շահերը, սակայն այսօր սա նախ համերաշխության երթ է բոլոր աշխատավորների հետ աշխարհի, ովքեր դուրս են գալիս այսօր իրենց խնդիրները բարձրաձայնելու պետությունների եւ գործատուների առջեւ, նաեւ պահանջատիրական, այսպես ասած, երթ է, որովհետեւ բացի բարձրաձայնելուց, մենք այսօր ունենք նաև այսօրվա մասին ասեմ, հետո ասեմ ինչ ենք արել նաև, մենք ունենք նաև մեր կողմից մեր ուրեմն պատվերով իրականացված ուսումնասիրություն իրական գնաճի վերաբերյալ, որը ներկայացվելու է մեր երթից հետո Արմենությունների կոնֆեդերացիայի դահլիճում, շենքի դահլիճում, որտեղ մենք ներկայացնել ենք նաև մեր հյուրերին, նաև պետական մարմինների ներկայացուցիչներին, թե ինչ պատկեր է իրական գնաճով, ինչքան է այսօր զամբյուղը իրական եւ ինչ տարբերություն կա պաշտոնական ներկայացված թվերի հետ, որը այս առումով նաեւ մենք ուզում եմ մի այսպիսի մեսեջ նաեւ մեր հանրությանը ասեմ, որ արհմիությունը այդ մենք բոլորս ենք, այսինքն բոլոր աշխատողներն են, ովքեր հիմնադրել են կառույցը տարբեր մակարդակներում, հա, տեղական կազմակերպություններում կամ ճյուղային ոլորտային կամ հանրապետական մակարդակում, եւ երբ մենք ասում ենք ինչ են արել արհմիությունները, մենք պիտի այդ հարցը նաեւ տանք ինչ են արել մենք բոլորս դրա համար, որովհետեւ արհմիությունը դա 1-2 անձ չեն, ովքեր փաստաբան են կամ իրավաբան են եւ ուղղակի ծառայություններ են մատուցում աշխատողներին, դրանք այդ բոլոր աշխատողներս ենք, ովքեր հիմնադրել ենք այդ կազմակերպությունները եւ մենք բոլորս պիտի պահանջատեր լինենք մեր հերթին ամենատարբեր մակարդակներում, որպեսզի այս խնդիրը լուծվի։ Իհարկե նաև մենք ունենք ինստիտուցիոնալ հենք, օրենսդրական, աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված, դա սոցիալական գործընկերությունն է եւ ասեմ, որ այս պահին հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը քննարկման փուլում է, որը պետք է կնքվի, այն ենթադրում է եռակողմ գործընկերություն կառավարության, Հայաստանի Հանրապետության Արհմիությունների կոնֆեդերացիայի որպես աշխատողների ներկայացուցիչ հանրապետական մակարդակում եւ գործատուների հանրապետական միության միջև, որտեղ եւ այդ բոլոր խնդիրները, որոնք բարձրաձայնվում են, պետք է ինստիտուցիոնալ իմաստով բանակցությունների եւ ինչու՞ չէ նմանատիպ ակցիաների ու երթերի միջոցով ստանան իրենց լուծումները։ Կարևոր է աշխատավարձի ինդեքսավորումը, կարևոր է աշխատողների առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմանների ապահովումը եւ բնականաբար արժանապատիվ միջավայրը, որը կլինի դրա հետևանքը, որը մենք ունենք։ Նաև մենք իրականացնում ենք դատական պաշտպանություն մեր անդամների համար արհմիութենական ունենք, մենակ անցյալ տարի 4 դատական գործ ենք շահել աշխատողի իրավունքի վերականգնման, գումարային փոխհատուցումների եւ շատ գործեր դեռևս դատարանում են, սակայն մենք շարունակում ենք մնալ այն մտքին, որ եւ այդ դա ճիշտ է, որ դատարանը միակ աշխատանքային իրավունքի պաշտպանության միջոցը չէ, իհարկե կոլեկտիվ աշխատանքային պաշտպանությունը եւ կոլեկտիվ աշխատանքային բանակցությունների միջոցով հասնել, հա, աշխատանքային պայմանների բարելավմանը միանշանակ աշխարհում ամենաարդյունավետ միջոցն է, որը պետք է այստեղ աշխատել ամենօրյա ռեժիմով, որպեսզի վերջապես իրական ներդնենք այս համակարգը Հայաստանում։ Թեպետ 2009 թվականից այն օրենսդրական առումով կա։ Դե, եթե մենք նայենք, թե որ թվականից կա ու մինչև այսօր իրականում ուր ենք հասել, բավական դանդաղ է գնում ամեն ինչ առաջ, որովհետև հիմա եթե մենք խոսում ենք աշխատողի իրավունքները պաշտպանելուց, իրականում մեր խնդիրը, այ ոնց որ Դավիթը նշեց, շատ ցածր աշխատավարձն է, բայց շատ թանկ երկիրը։ Չգիտեմ իհարկե ինչի հիման վրա է երկիրը տենց թանկ, որովհետև իրականում դե ինչ որ բաներ կան, չէ, որով պիտի չափվի, բայց մենք յուրաքանչյուր եվրոպական երկրի հավասար, եթե ոչ մի բան էլ այո, մենք քայլում ենք, այն ինչ որ անում եք, բացի նրանից, որ կքայլեք, կբարձրաձայնեք աշխատողի իրավունքների շահերը եւ այլն։ Իրականում լսողները ովքեր են, որոնք կարող են օրինակ լսել հստակ հարց, որը օրինակ կդրվի, որովհետև ես պատկերացնում եմ հարցը հստակ դրվում է, կամ ասում են այո, կամ ասում են ոչ, ու մենք հրապարակավ հայտարարում ենք, որ մեր այս առաջարկը մերժվել է կամ, չգիտեմ, ընդունվել է։ Հիմա եթե մենք խոսում ենք, որ
ես ենթադրում եմ, հա, տրամաբանորեն ներկայացնում ենք, եթե այս երկրում մթերք արժի այսքան, տուն արժի այսքան, հարկերն արժեն այսքան, կոմունալները այսքան, ուրեմն այս երկրում աշխատավարձը պիտի լինի մինիմալ աշխատավարձը այսքան։ Այս տեսակ հստակ հարց, որը հիմնավորվում է։ Եվ կեսաթոշակը նույնպես։ Բարձրաձայնում եք ու ինչ որ մեկը ձեզ ասում է, հա, այդ սա այդպես թանկ է, դա էլ ճիշտ չափն է աշխատավարձը, որ պիտի ունենաք։ Այդ հստակ հարցադրումներ, հստակ պատասխաններ։ Իրականում ասեմ, որ այս հարցերը նոր չեն, ես ինքս 20 տարուց ավել այդ ոլորտում եմ աշխատանքային իրավունքների եւ ասեմ, որ այդ բարձրաձայնելը եւ պայքարելը այնպես չի, որ միայն այսօր է, եղել է ավելի пассив կամ ավելի ակտիվ փուլերով, բայց ամեն դեպքում տեսեք, այն օրենսդրությունը, որը այսօր ունենք, դա էլ է ձեռք բերում, որովհետև մինչ այդ մենք էտել չունեինք, հա, եթե այսպես համեմատական ենք տանում, եթե այսօր մենք դատարանում կարողանում ենք ինչ-որ վեճ շահել հոգուտ աշխատողի, դա էլ է նաև արհմությունների տարիների ձեռքբերումը, որովհետև մենք յուրաքանչյուր օրենսդրական նախագծի համար, ամեն կետի համար, որը միգուցե այդքան տեսանելի չի եղել այդ պահին աշխատողների կողմից, բայց մենք ամեն կետի համար պայքարել ենք, որ գոնե ինչ-որ հիմքեր լինեն աշխատողի իրավունքը ներկայացնող ավելի ամուր, որպեսզի մենք կարողանանք գոնե դա ինստիտուցիոնալ ներկայացնենք։ Այսօր ունենք գործատուներ, ովքեր միլիոնների վնաս են կրել աշխատողի իրավունքը խախտելու համար, եւ դրանք քիչ չեն, եւ դա էլ է քայլ, որը տանում է առաջ։ Ինչ վերաբերում է ձեր մյուս հարցին գնաճի հետ կապված, ես իմ խոսքի սկզբում էլ հենց նշեցի, որ սրա միակ լուծումը, այո, պետք է դուրս գալ, պետք է ակցիաներ անել, պետք է պայքարել, պետք է ցույց տալ, որ դա 1, 2, 5 անձի կամ 1 կառույցի խնդիր չի, բոլորիս է դա վերաբերում, բոլոր աշխատող մարդկանց, որովհետև անկախ մեր քաղաքական, սոցիալական կարգավիճակից, դիրքորոշումներից եւ այլն, մեզ բոլորիս այս պետությունում եւ ցանկացած պետությունում միավորում է աշխատող լինելը, ապրելը, աշխատելը այս պետությունում, բարիք ստեղծելը այս պետությունում եւ ունենալ այն միջավայրը, արժանապատիվ միջավայրը, որը պիտի մենք ստանանք մեր ստեղծածի դիմաց, հա, եւ այս առումով մենք բոլորս միասին ունենք այս խնդիրը, որը դուք բարձրաձայնում եք, եւ ասեմ ավելին, որ օրինակ մենք ունենք, կարծեմ 2004 թվականին ընդունվել, եթե չեմ սխալվում, այդ օրենքը կենսապահովման նվազագույն զամբյուղի, նվազագույն կենսապահովման մասին օրենք է, ճիշտ այսպես վերնագիրը հիմա չասեմ, բայց դրան է վերաբերում, որը կա այդ օրենքը, բայց չի կիրառվում, այսինքն մենք գոնե առնվազն ուզում ենք հասնել նրան, որ այդ օրենքները կիրառվեն, որպեսզի մեր իրականությունը չեն ստեղծել, որ չի կիրառվում։ Դե մինչ օրս ես ասացի 2000-ականների սկզբից է այդ օրենքը ընդունված եւ մինչ օրս մենք սա այս հարցը իրականում մենք էլ ենք հենց ձեզ նման բարձրաձայնում եւ նաեւ ամենատարբեր հարթակներում ենք բարձրաձայնում, այսինքն եւ կառավարության արչեւ, գործատուների արչեւ եւ մեր այլ հանդիպումների ընթացքում այո, իհարկե, դուք լսում եք, բոլորս ենք լսում այդ պատասխանները, որոնք հնչում են, այսինքն դրանք ամենատարբերն են եւ ավելի ճիշտ կլինի այս հարցերն ուղենք էլի պատկան մարմիններին եւ գործատուներին, որովհետեւ նրանք էլ բիզնեսը ասում են, ես իմ միջավայրի մեջ, ասենք, մրցակցության խնդիր ունեմ, չեմ կարողանում, ասենք, ճնշված եմ, կառավարությունը իր որոշակի, հա, բաներն ունի, որ այո, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, մենք հասկանում ենք խնդիրը, մենք ֆիքսել ենք խնդիրը, մենք ամեն տարի բարձրացնում ենք աշխատավարձերը կամ չգիտեմ, ինչ որ մի տոկոսով, հա, 60,000 էր, հետո 65 էր, 70, 75 եւ ձգտում ենք 100,000 ունենալ։ Մենք բոլորս այդ պատասխանները տեսնում ենք, լսում ենք, կարծես նաեւ հանրային տիրույթում, բայց արդյոք դա բավարար է եւ արդյոք միջև այդ աշխատավարձը դառնա, օրինակ, նվազագույն աշխատավարձը դառնա 100,000, այն բավարար է լինելու, բավարար արձագանք է լինելու այն գնաճին, որը մենք ունենալու ենք այդ պահի դրությամբ։ Տարվա մեջ 5000 է բարձրանում, դու ամեն տարի այդ հարցը բարձրաձայնես 5000 դրամ, որը փոխվում է, ոնց որ ճիշտ եք ասում, եւ նույնն է այդ թանկացումները ակտիվանում են, ու մարդը ենթադրենք մի 15000, 20000 աշխատավարձի փոփոխություն կարող է ունենալ 4-ից 5 տարում։
Դե հենց այդ ես դրա համար ասում եմ, որ այս խնդիրները եւ մեր տեսակետը նաեւ դա է, սա գիտեք, սա իրականում, որ մենք ասում ենք արժանապատիվ աշխատանք, ասում ենք առողջ եւ անվտանգ պայմաններ, աշխատարցի ինդեքսավորում, սրանք կարող են առաջին հայացքից ուղղակի կարգախոսներ թվալ, բայց սրանք ամեն մեկը համակարգեր են իրենց տակ պարունակում, այսինքն սա համապարփակ համակարգ է, որը ներդրվում է պետությունում եւ մենք ունենք օրենսդրական ինստիտուցիոնալ որոշ հենքեր դա ներդնելու համար եւ ունենք օրինակ օրենսդրական բացեր, որոնք պիտի լրացվեն, այսինքն մենք ճանապարհներ ենք ասում, որ մենք պիտի ունենանք աշխատավարձի ինդեքսավորման օրենք, հա, մենք պիտի ունենանք կարգավորումներ ոլորտային առողջ անվտանգ աշխատանք ապահովելու համար, որը նաեւ իր հետ բերում է մասնագիտական հիվանդություններից զերծ մնալը եւ այլն, բայց սա էլ է համակարգ, այսինքն այստեղ նաեւ տնտեսվարողների հետ պետք է աշխատել։ Օրինակ, եթե մենք ունենք սոցիալապես պատասխանատու գործատուներ կամ այդպիսի կատեգորիա սահմանենք, հա, որ կա եւ այն գործատուները, ովքեր ավելի լավ պայմաններ են աշխատողների համար ապահովում, ովքեր ավելի նրանց համար մրցակցային դաշտում կարելի է ստեղծել ավելի արտոնյալ որոշակի պայման, օրինակ բերել, հա, ավելի այսպես ցուցակներ, հրապարակական երկրներ, որոնք յուրաքանչյուր տարի, դեպ նաեւ հետխորհրդային երկրներ, ովքեր յուրաքանչյուր տարի հրապարակում են սոցիալապես պատասխանատու վստահելի գործատուների ցանկ, ոչ թե հարկատուների, ասենք մեծ խոշոր հարկատներ։ Իդեպ լավ բան է շատ։ Այո, հենց այդ տեսանկյունից, թե ինչպիսի աշխատանքային պայմաններ են ապահովել, ինչպիսի եւ այդ նաեւ իրենց համար վարկ է ստեղծում, վարկանիշ է ստեղծում, ասենք որոշակի արտոնություններ ստանալու ժամանակ։ Սա չափորոշիչ է դառնում։ Լավ մոտիվացիա է մնացած կազմակերպությունների համար, որ այդ ցանկում իրենք էլ զբաղեցնեն։ Իհարկե, այլապես մենք ունենում ենք իրավիճակ, երբ որ այն գործատնտեսվարողը, հա, ասեմ, ով որ վատ պայմաններում, չգիտեմ, նկուղային պայմաններում ինչ որ օրինակ եմ ասում, հագուստ է կարում կամ այլ ինչ որ արտադրանք է տալիս աշխատողի վատ պայմանի ցածր աշխատավարձի հաշվին կամ չգրանցելու կամ այլ օրենքներ խախտելու հաշվին ավելի էժան արտադրանք է ստանում եւ արդյունքում ավելի մրցունակ է լինում այն գործատուի համեմատությամբ այն տնտեսվարողի, ով որ մեծ ծախս կամ ներդրում է արել նորմալ աշխատանքային միջավայր ստեղծելու, լավ կազմակերպություն ստեղծելու համար։ Եվ սա իրականում պետությունը գործ ունի անելու, խրախուսելու այն գործատուներին, ովքեր իրոք դրանում եւ մենք նաեւ մի այլ առաջարկել ենք արել, որը իհարկե հայտարարությունում չկա, բայց էլի արվել է մեր կողմից, օրինակ էլի կոնկրետ առաջարկ ձեր հարցին, հա, պետությունը ինքը կարող է օրինակ ծառայել այս հարցում, ասենք գնումների ընթացակարգի ժամանակ ավելացնել այնպիսի պահանջ, որպիսի այդ մրցույթի մասնակիցը ներկայացնի, թե ասենք այդ ծառայությունը մատուցելուց ներգրաված աշխատողներին, ինչպիսի պաշտպանության միջոցներ են անհատական, հա, տրամադրվելու, որքան աշխատավարձ է վճարվելու այդ աշխատողներին, ինչպիսի պայմաններ նրանց համար ստեղծվելու եւ այլն, որպիսի եւ արտոնությունը կամ ընտրությունը տրվի հենց այդ տնտեսվարողին մրցույթի այդ մասնակցին, ով որ առավել լավ պայմաններ է ապահովում։ Օրինակ, այսինքն շատ ամենատարբեր փոքրիկ քայլերով մենք կարող ենք ոչ շատ երկար ժամանակահատվածում ստանալ շատ տեսանելի արդյունք բոլորիս համար։ Եվ սա է իրականում մեր պահանջը։ Ես համաձայն եմ։ Տեսնենք։ Մի քանի կարևոր ֆակտորների շնորհիվ կարանք իրականում մեզ դաշտել։ Դե լսող է պետք, որովհետև պահանջները կարելի է ներկայացնել ու բանիմաց մարդիկ կարող են դա շատ ճիշտ ու հիմնավորված ձևակերպել, բայց դեռ լսող է պետք։ Հիմա ասում ենք օրենքը կա, բայց չի գործում։ Եվ դա արդեն ամենավտանգավոր բանն է, այդ ամենամեծ խնդիրն է։ Երբ օրենքը կա ու չի գործում։ Իդեպ բոլոր ոլորտներում այդպես։ Արդարության համար ասեմ, որ կան աշխատանքային իրավունքների ոլորտում ասեմ, որ իրականում վերջին տարիներին մենք որոշակի համագործակցության եզրեր ունենք, օրինակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ կապված աշխատանքային օրենսդրության բարեփոխումների հետ, որովհետեւ մենք մեր բոլոր դիտարկումները եւ առաջարկները ընդունում
ընդունվել են օրինակ աշխատանքային օրենսգրքի ընդունման ժամանակ, սակայն այս 23 թվականի մեծ փաթեթի ժամանակ, սակայն արհմիությունների իրավունքների մասով ցավոք էլի մնացել է բաց օրինակ գործադուլի իրավունքի իրականացման հնարավորությունը, որը մեզ համար նաև խնդիր է, որովհետև այդ ձեր ասած գործադուլը իհարկե ծայրահեղ, բայց շատ էֆեկտիվ գործիք է, արդյունավետ գործիք է պայքարելու եւ ներկայացնելու աշխատողների իրավունքները, այսինքն պարալիզացնելու որևէ ոլորտ կամ որևէ մենք տեսնում ենք դա, հա, աշխարհում եւ երկրները ինչպես են դա անում, գրագետ, ինստիտուցիոնալ առումով ոչ թե ինչ-որ բան, հա, պահանջելով սոցիալական երաշխիքներ, աշխատավարձի բարձրացում եւ այլն, այն ամեն ինչը, նաեւ գործադուլի իրավունքը իհարկե շատ կարեւոր է եւ մենք դրան էլ պիտի հասնենք, որ կարողանանք գրագետ, ճիշտ օրենքի շրջանակներում այդ պայքարի մեխանիզմը աշխատեցնել, որը քաղաքականության վրա ներազդում է, բայց կուսակցական չի, քաղաքական չի, այլ միայն սոցիալական է ցանկացած կառավարության դեպքում։ Մենք դա մեր աշխատանքը պիտի անենք եւ մեր այդ գործառույթը պիտի շարունակենք իրականացնել։ Ինձ թվում է այդ ամենալավ աշխատող տարբերակներից մեկն է, որ ասում եք ընթացքի մեջ է, որովհետեւ նաեւ շատ լավ հասկացել են, որ քանի որ Հայաստանում ներողություն, միասնականությունը 0 մակարդակի վրա է, եթե ես ուզենամ որևէ կառույցի ներկայացուցիչ որպես աշխատակից գործադուլ անել կամ ես չէ, ես Դավիթը Պողոսը, ես վստահեցնում եմ ձեզ, որ մեզնից 3-ը կանի, 13-ը չի անի։ Ինչ-ինչ անձնական սուբյեկտիվ պատճառներով, այն մեկը հորողբոր քերու տղու սանիկն է, այն մեկը չգիտեմ ինչն է, այն մեկը իմ գործը չի, այն մեկը հավես չունի, այն մեկը տունա պահում։ Այսինքն շատ լավ նաև այդ քաղաքականությունը վարվում է, որտեղ որ գիտեն, որ միևնույն հասարակությունը միասնական չի լինելու, իսկ չի լինելու, այդտեղ օրենքը շատ բան տենց արագ կարգավորվում է։ Այնտեղ որտեղ վտանգները կան, որոնք կարող են վնասող լինել, որովհետև այդտեղ կարող է ձևավորվի ինչ-որ բան ու դրա դեմ պայքարներ ներկայացվի, այդտեղ ինքը օրենքը չի գործում, այդտեղ օրենքը պասիվ է, դեռ անելիքներ ունի։ Այս ախր ակնհայտ է երևում, հասկանում եք, ես արդեն յուրաքանչյուր ոլորտի ներկայացուցիչ, անկախ նրանից այդ կառույցը պետական է, կրթական է, սեփական է, ինչական է, բոլոր այդ կառույցի աշխատող ներկայացուցիչները, որոնց հետ գոնե մեծամասամբ առիթ ունենք շփվելու, խոսելու, քննարկելու նման հարցեր, հասկանում ենք, որ դա չի աշխատում, որովհետև մենք երբեք 10-ից 5-ը միասնական չի լինելու այդ հարցի վերաբերյալ, գոնե 5-ը, չեմ ասում 8-ը։ Տեսեք, համամիտ եմ, որ այդ խնդիրը մեր հասարակությունում կա, իհարկե, եւ մենք արհմիություններս այդ միասնականության խնդրի հետ բնականաբար առաջինն ենք, որ գործ ենք ունենում եւ տեսնում ենք դա մեր առօրյա աշխատանքում։ Սակայն տեսեք, այսօրվա երթը, օրինակ, հա, ինքը առաջինն է վերջին տարիների ընթացքում եւ այլ, այսպես մի քիչ ուղղվածություն ունի պահանջատիրական, հա, լինելով եւ իրական արհմիութենական երթ ենք ուզում անել, այն մարդիկ, ովքեր այսօր մասնակցելու են այդ երթին, դա այդ առաջին քայլն է այդ համերաշխության ցուցաբերման, որ մենք բոլորս, ես իմ խոսքում նախորդիվ էլ նշեցի, աշխատողներ ենք եւ բոլորս ունենք սոցիալական խնդիրներ, բոլորս աշխատում ենք այդ սոցիալական խնդիրները լուծելու համար եւ մենք անկախ մեր, ելի եմ ասում, տարիքից, սեռից, մասնագիտությունից, ոլորտից, քաղաքական եւ այլ կողմնորոշումներից մենք բոլորս այդ գաղափարի շուրջ միասնական ենք, որովհետեւ դա բոլորիս է վերաբերում։ Այս արհմիությունը մենքի մասին է, էլի, ինքը եսի մասին չի։ Սա արժեհամակարգ է, սա ժամանակ է մի քիչ պահանջում, որպես այդ արժեհամակարգը արմատավորվի, բայց ասեմ, մենք այդ ուղղությամբ ենք աշխատում, մենք գնում ենք աշխատաշուկա մտնող երեխաների մոտ, քոլեջներ, ինստիտուտներ եւ աշխատում ենք այս գաղափարախոսությունը նաև ներմուծելու, նաև իրազեկում ենք աշխատանքային իրավունքների մասին իրենց, որովհետև այդ տարիքից է սկսվում գաղափարախոսություններ ունենալը։ Իհարկե նաև մենք պետք է հաշվի առնենք մեր այսօրվա իրականությունը, բնական է, որ բոլորս էլ իրատես ենք, որ այո, ինչպես ենք մենք աշխատանք գտնում, այդտեղից էլ է սկսվում ձեր բարձրաձայնած խնդիրը։ Եթե մենք աշխատանքը գտնում ենք ծանոթի, բարեկամի, ոչ մասնագիտական բավարար, այսպես ասած, ունակություններ ունենալով, բնական է, որ մենք արդեն չենք կարողանալու ավելի ազատ միավորվել այդ
գաղափարի շուրջ եւ պայքարել հենց այդ նույն աշխատանքը գտնել այնպես էլ հարցրել լուծում։ Բարե, ահա։ Այ այստեղ էլ կա խնդիր։ Կարող ես բոյկոտել, եթե օրինակ բոլորը բոյկոտում են, որովհետեւ քեզ առնվազն կասեն հələ մի րոպե արի։ Ծանոթ եք ասի։ Դու կապ չունեիր այս աշխատանքի հետ, բայց աշխատում ես քանի տարի է, ուրեմն դու պիտի լռես, կամ պիտի ինտեղ ստրուկ լինես, այստեղ էլ լինես թշնամի աշխատակիցների։ Տեսեք, բայց չնայած դրան, այս մակարդակի երթերը, այսինքն հանրապետական մակարդակի, հա, արհմիությունների կողմից կազմակերպված երթերը, իրենք այդ գործոնը, որտեղ դա աշխատավայրի մակարդակում է, հա, այդ խնդիրը ավելի շատ առաջանում, առաջնային կազմակերպությունում, բայց երբ որ մենք արդեն ավելի վերև ենք գալիս, ավելի հիմնակարային խնդիրներ ենք բարձրացնում, այս խնդիրն էլ է դուրս գալիս եւ այստեղ ուղղակի արժե համակարգի ու գաղափարախոսության խնդիր, որքանով ենք մենք պատրաստ իրար հետ համերաշխ լինել այս բոլոր խնդիրները լուծելու համար եւ այո, եթե պետք է ոչ թե տարին մեկ անգամ, այլ մի քանի անգամ երթերի, ակցիաների մասնակցել, կանգնել, որտեղ արհմիությունը էլի եմ ասում, այդ մենք բոլորս ենք, բոլոր աշխատողներս ենք եւ ով ուզի կարող է երթին մասնակցել։ Այո, այսօր մասնակցում են արհմիության անդամները տարբեր ոլորտներից, հա, տարբեր ոլորտներում աշխատող արհմիության անդամները։ Սակայն իհարկե մենք բոլորս աշխատողներ ենք եւ իհարկե մենք կարող ենք տարին մի քանի անգամ ամենատարբեր խնդիրների շուրջ նման ակցիաներ եւ ուրեմն երթեր կազմակերպել, նպատակ ունենալով իրական լուծումներ ստանալ մեր սոցիալական խնդիրների, սոցիալական երաշխիքների համար։ Սա է եւ ելի եմ ասում, արհմիությունը մենքի մասին է, էլի, սա պետքա այսպես գաղափար է, որը պիտի կամաց արմատավորվի մեր հասարակության մեջ եւ աշխարհն է այդ ճանապարհին, կարծում եմ։ Իսկ թվում է մենքի գաղափարը պիտի բոլոր կառույցները բարձրաձայնեն։ Մենք արդեն դրա խնդիրը ունենք վաղուց։ Ով կա բոլոր առիթներով պիտի մենքի մասին խոսի։ Շնորհակալություն, որ մեր հյուրն էիք։ Շնորհակալություն։ Հուսանք, որ այսքան ավելի քան վստահ եմ, որ մարդիկ շատ լավ գոնե թե հասկացան որտեղ է իրենց իրավունքները սկսվում եւ ավարտվում եւ առհասարակ թերևս, չգիտեմ, գուցե ում դիմել երկան իրավունքների խախտում, ինչպես ասում են։ Այս ոլորտում այնքան անելիքներ ունենք բոլորս։ Շեշտում է բոլոր ոլորտներում, բայց այո։ Կոնկրետ այս ոլորտը ինքը բավականին շատ խնդիրներ ունի, շնորհակալ ենք, որ խնդիրների մասին բարձրաձայնեցիք, հուսով ենք տարին տարու վրա ամեն ինչ լավ կլինի։ Մեկ փոքր, բայց գոնե հստակ քայլերով առաջ կգնանք։ Տարին փոքր չէ, էլի արդեն մեծ էլի։ Տեսանելի։ Պետքա չհաշտվենք այդ փոքր, որովհետև մենք արդեն սովորել ենք, այնքան արդյունք չենք ունենում, հետո այդ փոքրից էլ ենք գո, մտածում ենք լավ գոնե թե մի փոքր տեղաշարժ կա, բայց թող որ մեծ քայլերով տեղաշարժ լինի յուրաքանչյուր ոլորտում, հատկապես որտեղ բարձրաձայնում են խնդիրների մասին։ Ձեզ հաջողություն ենք մաղթում այս պայն մեր եթերում գովազդ, որից հետո կշարունակենք։ Կենտրոն հեռուստաընկերությունը հայրենական մեծ պատերազմում տարած միասնական հաղթանակի 80-ամյակին ընթരാճ պայմանագիր է կնքել Մոսֆիլմի հետ եւ ցուցադրման իրավունքով ներկայացնում է խորհրդային եւ հետխորհրդային շրջանի լավագույն ֆիլմերն ու մի քանի մասից բաղկացած գեղարվեստական կինոնկարները, հերոսապատումներ, մեր պապերի սխրանքների եւ ռազմական հաջողությունների, նրանց կերտած պատմության եւ հաղթանակի մասին։ Նրանք կռվում էին հայրենիքի համար։ Տակ ձյոն, Սպիտակ վագրը, Աստղը ֆիլմերը, 5 մասից բաղկացած ազատագրում կինոէպոսն ու գումարտակները խնդրում են կրակ մինիսերիալը կհիշեցնեն ոչ վաղ անցյալում ընդհանուր պայքարն ու անցած հերոսական ուղին։ Դիտեք այսօր այդքան անհրաժեշտ հաղթանակի մասին էկրանավորումները Կենտրոնի եթերում։